Vay. Նստած հեռախոսի մեջ նորմալական ասնաչարչարեցին։ Գվյակցության է դրվում մորակարգի վերջը դաշտին է գործածը, օր բերում սամանապար պատասխանատվության գերության նկարում եմ վերից։ Իներետ բնակավայրի վարչական ռազմում գտնվող վարաշն անսպանիսատի կրակարայի ներգրների օգտակար հանածոյի հանրացնահանման ունես օգտագործման իրավունք ստանալու շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին, ովքեր են որոշման Ամոթ կարելի է պարզ էր թե ինչու մեզ ներս չէին թողնում ես կարևոր չի ձեզ համար թե ով եմ կարևոր ես գիտեմ կողմ քվեարկեց ժողովուրդ ջան դրա համար մեզ ներս չէին թողնում պարզ էր ինչու չէին թողնում մենք արդեն գլխի ենք ընկել ավականին կողմ քվեարկել նույնիսկ որոշ հարցեր չթողեցին բարձրացվեն մի խոսքով միաձայն կարծես թե չգիտեմ ծախված են ծախված չեն չգիտեմ բայց դա սա առաջին լսումն էր Արփինե դուրս արի հիմա պետք չի վիճել Ամբողջ ընթացքում նկարում եք, շատ է բնականաբար ամեն ինչը շոու հիմա ձեզ էլ կնկարեմ անհարմար ես ոչ մեկի չեմ վախեցնում ես իրազեկում եմ մարդկանց որոնք հնարավորություն չունեն այստեղ լինել Լավ անում չարաշահումա Հենց քպի արժեքներին դեմ են խոսում դառնում են կամ հանրապետական կամ քոչարյանական կամ սերժական կամ եսի ինչ Կպի գործերից ես ինչ եմ ասել Ինչ ասում իրավունք չունեք իս ձեռք տալու դա ոտնձգությունա կնոջ նկատմամբ ֆիզիկապես ինձ կպնելու իրավունք չունեք Ես ինձ կնոջ նման եմ պահում իսկ ես իմ մասին եմ խոսում ձեր կոլեգանից ձեռք տվեց իսկ դա ոտնձգություն է Ամբողջ ընթացքում այո Ինչպես հասկացանք կողմ քվեարկեցին Իմ նկատելով ես չեմ կարող 100% ասել, կարծես թե բոլոր կողմ քվեարկեցին առաջին լսումը հաջորդ փուլ անցկացնելու համար, ճիշտ եմ, չի ասում հաջորդ փուլ։ Ինչ ասեմ։ Եվ նկատեցիք տղամարդիկ ծաղրում են կանանց, հեգնում են, կարող են այսպես ձեռք տալ ներողություն, որ ձեզ վրա են ցույց տալիս, մեղադրում են այդպես լսեցի ամեն այլ կուսակցական լինելու մեջ էին մեղադրում ուրեմն ճիշտ եմ լսել մեղադրում էի կաշառքի մեջ այդ մարդուն ով ինձ ասեց կպի գործերի ես իրանց անհատական ոչ այլ չեմ ասել հավաքանու անդամ ինձ ասում է կպի գործերի մորենալ այո ու անդամ լսմանը քրոջս ասեց քո նմաններ ես գյուղում չեմ մնալու դա ինչ որակավորում է օրինակ այդ պիտակավորումը ես ինչի եմ նման Մակի քաղաքացի, եթե ինչ-որ մեկը կարա ապացուցի, որ ես ուսակցական եմ, ինչ-որ խմբի եմ հարում, չգիտեմ, ինչ-որ մի բան, որ ես արել եմ անարդար իմ իրավունքից դուրս, ես պատրաստ եմ հրապարակային ներողություն խնդրելու։ Եվ ես ուզում եմ հայտարարել, որ ինձ զրպարտել են, երբ որ ես ներկայացրել եմ Կարմիր գրքային բույսերի մասին ինֆորմացիա, ասել եմ գազ ամբողջատերել բույսի անունը, Դաշնի ղեկավարն ասել է գազը, դա չի նշանակում, որ մարդը տգետ է իրապետում չի, ոչ որոտի չի իրապետում, իհարկե իրապետում է, բայց ես հեշտ կարամ ապացուցեմ, որոնք այքելոց հեշտ երկու կտոցով այդ բույսերը
Ես աղջիկը որտես բանալու գնում կանգնում։ Ես ամուսարի պայքարին մասնակցել եմ, ովքեր պայքարել են, ես իրանց կողքը կանգնել եմ։ Ինձ ասում են գնա վեդու ցեմենտի գործարանից էլ պայքարի։ Կամ դուք էլ պայքարեք, ինչի պետք է 5 հոգի այս երկրում պայքարյան արդարության դեմ։ Այո, տղամարդիկ փախնում են միշտ պատասխանատվությունից, պետության հանդեպ պատասխանատվությունից փախեք։ Բոլոր տղամարդիկ չէ իհարկե, այստեղ գտնվող որոշում կայացնողները։ Ինչ ցեմ պիտի հանեն։ Պայքարի։ Այդ հանքը գտնվում է մեր դաշտերի գլխին։ Օրինակ, այսինքն ես չեմ։ Մենք բոլորիդ հրավիրում ենք ժողովուրդ, գնանք տեսեք էլի ձեր աչքով, մենք բոլորիդ հրավիրում ենք այնտեղ։ Հա? Գարիկ Սարգսյանի խոսքում կարծես թե ես ճիշտ է մեզ ներս չթողեցի, որ մենք վաճառաբաներով որ պիտի նախորդ գրանցվենք, բայց եթերին հետևում էի, ինչ որ ապօրինի հանքի մասին։ Ես չեմ անում։ Չէ, ես նոր լսեցի դրա համար իրան ասեցի, ասեմ, եթե կա ապօրինի հանքուկել հայտարարություն եք տալիս, բայց ձեռնարկեք բան արեք, իդել ասում չեմ անում բանում խորհրդարան չեմ անում ասել սնայպեր չգիտեմ, պատմություն պատմեց, դե լավ թողնոք սնայպերը հախպի դե գնա։ Ինչ չեմ անում։ Այսինքն իրան գիտեն այդ հանցագործության մասին, այսինքն ես Եվ լռում են։ փողոցով գնում եմ տեսեմ հանցագործություն, պետք է անցնեմ, հա, անցնեմ գնամ, թե պետք է հայտարարություն տամ։ Քաղաքացու իրավունքը դու հայտարարություն տաս։ Դե դու բան ի՞նչ ասես։ Իդեպ տվյալ դեպքում իմանալ հանցագործության հայտարարություն տու։ Ինքը իմանում է, հաստատ հայտարարություն տա։ նորից ցույց կտաս Արփինե, ցույց կտաս։ Հանքը բացվում է, որտեղ է իրան այդ վստահությունը, որ ինչ թե շուտ բացվելու է։ Մի թափահարի։ Տարբերությունը տեսեք, անապատ եւ կանաչ։ Սա լրիվ ամբողջությամբ գյուղատնտեսական է, բայց այս հաջողությունները պատճառով այս տեսնանունն վերածվել է անապատ։ Ու սա ոչ միայն մեր գյուղի խնդիրն է։ Սարիտակ 7 գյուղ է գտնվում, այսինքն Արարատյան դաշտից դուրս եկող Պարենամթերքի գյուղմթերքի մեծ մասը առյուծի դաշտի հետ գյուղերից է դուրս գալիս։ Արարատյան դաշտի հետ Հայաստանի Պարենային անվտանգության երաշխավորն է։ Այսինքն մենք այստեղ մի գյուղի մակարդակով չի մեր խնդիրը, այստեղ Հայաստանի Պարենային անվտանգության հարցն է։ Արարատյան դաշտի տիպի գյուղատնտեսական մի մեծ շրջան դրվում է ռիսկի տակ։ Հանուն ինչի։ Ոչ եկել են ու բարենում։ Մենք լավ հարևան ուրախ ենք, յա, ուրեմն մենք դրանց անենք որ լավ հարևան ենք։ Հացես։ Դու արել ես հարևան կարաս մեզ մեզ։ Չէ, էսի մենք դեսնակ խոսք ունեմ, ասում գժի թատրոն, էսի գժի թատրոն։ Մի բանը ես ասեմ, էլի եթե կարելի է, եթե հանցագործություն գիտենք եւ լռում ենք այդ մասին, դա հանցակցություն չի, խնդրում եմ վկայեք։ Այ մենք ունենք Ամեն դեպքում իրավաբանները պետք է զբաղվեն այս հարցով, եթե մարդիկ իմացել են, որ այնտեղ կա ապօրինի գործողանք եւ լռել են, դա նույնպես հանցագործություն է իմ կարծիքով։ Շնորհակալություն։ Ինչպես հասկացեմ, ներսում քննարկումից բացի թիրախավորվել են կարծես կին ակտիվիստներ, ինչ որ վիրավորվել։ Դե նախ սկսենք նրանից, որ ավականու անդամների մի մասը կեսից դուրս են։ Այսինքն վերջի երկու հարցը երբ սկսվեց քննարկվել, դրանից առաջ իրենց ղեկավարի հարցներ քննարկում, թե ինչ հասկացա դուրս եկավ իրենց թիմը, բայց դրանից հետո երկու հանքի թեմա էր քննարկվում, Ավազի հանքի եւ Կարմիր Սարի հանքի թեմայի մասին էր խոսել։ Այդ մյուս թևը, որը կարծես ճիշտ նկատեց, չէ, իրենք ընդդիմադիր ուժներն այս կողմում նստածները դուրս եկան եւ դրանով իսկ նպաստեցի, որպեսզի քվեարկության ժամանակ այս կողմի կարծիքներ ուղղակի չֆիքսվեն։ Քվեարկության ժամանակ, հա, ընթացքում բնականաբար հետևական հայացքներ էին նկատում, երկուսը հասցրեցի ֆիքսել, երկուսը չհասցրեցի, ես դեռ շարունակում եմ ուղիղ եթերս չանջատել, որպեսզի հետևով մյուս լրագրողներն էլ տեղեկացված լինեն։ Ընթացքում մյուս կամերան, անի կամերան նույնպես ուղիղ եթերով ամբողջը ֆիքսել է։ Ինչ որ ծաղրական բաներ էին խոսում, այդ Սարգսյաններ է զգանունը ղեկավարը անպայման շահագործ, սկզբում ասում շմակը որոշում կկայացնի, հետո ասում անպայման շահագործվել է, ոնց ուզում է լինի շահագործվել, այսինքն դու արդեն որոշել ես, տրամադրված արդեն եկել են մի այդպիսի տպավորություն է, որ այո, իրենք տրամադրվել, իրանք որոշել են, այսինքն եթե դու ասում ես շմակն է որոշում, բայց
փոխանցում ես խնդիրը, բայց հետո խոսքը փոխում ես, ասում ես անպայման դա տեղի է ունենալու, ուրեմն դուք արդեն ունեք ներքին պայմանավորվածություն, ինչի մասն է խոսքը։ Միանշանակ ես զգացում ամբողջ թիմը, դե լուսման ժամանակ ամբողջ թիմով, հենց այդ աբսուրդի թատրոնը որտեղ է։ Գյուղատնտեսության եւ էկոլոգիայի բաժնի վարիչը բան անում, ինչ անում, ռեկլամ անում, գովազդը հանգիստ։ Հասկանում եք ես ինչա։ Փոխանակ ինքը գյուղատնտեսություն զարգացնի, ասում օդից փող անգնացի, օդից գրողը ցավել անգնում, բոմբել անգնում, անեսկել անգնում, հա, բա ինչ բան չի։ Իհարկե։ Վելակ փող չի գնում, բայց չի կարելի մարդկանց առողջության հաշվին, այդտեղ 20 տարի անգամ եթե գերշահութ ունենա, գերշահութ ունենա։ Բա գյուղատնտեսությունը 20 տարի հետո ինչ անելու դեռ։ Հարյուրավոր հազար տարիներ հետո գյուղատնտեսություն է եղել։ Հազարավոր մարդիկ դուք որ ամառը գաք, այսպես մարդիկ ամբողջ դաշտում են, գիշերը շատերն դեռ են քնում, որտեղ է դա իրանց ապրուստը։ Որ ասում պայծացել ասում դե ինչ կրի, ոնց։ Հեսա կգնանք Ժորժը, կտենակ ինչ կրի։ Մեր գլխի վերևն է։ Սա ինչ է պատրաստում։ Ձեր քայլեր այո։ Քայլերի ինչ կա, գնում ենք դեպի շմակ, էլի հուսումն են, որ մեզ իրանք կօգնեն, որտեղ արդեն մի անգամ օգնել են։ Օրինակ ունենալով այսպես ամուր սարի օրինակը, որտեղ գիտենք թե նա ուրիշ պայքար է, մենք ընդեղել ենք աջակցում իհարկե։ դա էլ է լրջագույն խնդիր, բայց սա լոկալ ես գյուղի հարցն է, որ ապրում մի քանդել տակ աշխատում ենք, այդքան բան։ Համար արուսարը մի քիչ ավելի բարդ պրոբլեմ է, այլ ընդեղից մեր նազելի Վարդանյանը տարիներով պայքարում է, շատ ծանր է այդտեղ։ Մի բան էլ նկատեք, որ հարցնում են ակտիվիստական կողմը հարցնում է, իսկ ինչ վնասներ կկրի գյուղատնտեսությունը, ասում են 0։ Եթե հաշվարկներ չեք արել, եթե շմագը որոշում չի կատարել, այսինքն միևնույն շարունակում են օդից խոսել, չբերելով որևէ հստակ փաստակ, իսկ փաստարկներ կարելի է վերցնել այլ նմանատիպ հանքերի շահագործման արդյունքներից։ Էսա արդյունքը ժողովուրդ ջան։ Ցեմենտի անապատացված տարածքը, Արատի ցեմենտի գործարանի անապատացված տարածքը նույնիսկ պարում է նաև մեր այս կանաչ սիրուն շրջանում։ Սա ասում է 0 արդյունք։ Գարիկ Սարգսյանը սրան ասում է 0 արդյունք է լինելու գյուղատնտեսություն։ Գարիկ Սարգսյան, այդ են դինոզավրերի մարդն էր։ Այդ նույնը կոկորդիլոս ներողություն դինոզավր։ Հա, պարզա, հասկացա արդեն։ Ալգարակսայանի պատահական կամ ոստովանությունը, որ ստակա ալգարինի Եթե անկեղծ ես մասնագիտությամբ հաղորդի մոդելավորող եմ։ Իմ կյանքի նպատակը երբեք չի եղել, օրինակ, չգիտեմ, ընկալվել ինչ-որ դաշտերում եւ այլն։ Եվ ես դասական օրինակ եմ մի մարդու, ով երբ խնդիրը հասնում է իր ոտքի տակ, այդ ժամանակ արթնանում է։ Նորմալ է։ Այսինքն նորմալ է, որ ես 15 կիլոմետր եկող ինչ-որ բան լինի, ես չիմանամ։ Դա նորմալ է, բայց եթե իմ գյուղում մի բան է լինելու ու ես դրան դեմ եմ, ես դա նորմալ է, սա արձակական է։ Երբ որ ինչ-որ քննադատություններ են հնչում, դե հորդորներ են հնչում, գնացեք, սա փակեք, նա փակեք, հարցը փակելը չի, հարցը նորը չլինի, հարցը էկա։ Եվ ոչ թե համայնքապետանից պահանջվում ենք, որ բան անեք, ասենք, վերջացնեն։ Դրսում սուտա, եթերը վերջացնեն դուրս կան։ Սենք հավատենք ձեր համայնքապետարանի շենքին Չենք կոտրելու ոչինչ։ Հա, երբ որ մենք այդ մոդելը գնացեք, սա փակեք, նա փակեք եւ այլն, դա գործը չի, ես դրա համար չեմ վճարում, եղբայր։ Դա ձեր գործն է։ Դուք հաղորդում ներկայացրեք, եթե գիտեք, դուք այդ ամենով զբաղվեք։ Ես զբաղվում եմ, եթե իմ ոտքի տակ ինչ-որ բան եք անելու, ես ունեմ սահմանադրական իրավունք այդ ամեն ինչի մասին իմ կարծիքը հայտնելու եւ դա պետք է լինի որոշիչ, ես դա անում եմ։ Եվ ինչ-որ մեկը, ինչ-որ ավականու անդամ, երբ որ գալիս է իմ դեմքին ասում է կպի գործերի, դա չգիտեմ, ոնց է ինքը ինչ-որ բան որոշելու։ Ով ասել կպի գործ։ Արայել Գևորգյանը, Գրիգորյան կամ Գևորգյան, կհստակեցնեմ, ինքը նախորդ լսմանն էր, ինձ ու գրոջս ասեց, դու քո նմաններ ես դու չեք մնալու։ Չգիտեմ ինչ-որ դա փաստացի ինչ-որ նույնիսկ ձեզ գյուղից հեռացնեք, բայց հանքը չէ, ինքը նկատի ուներ, որ մենք դժգոհ ենք, երբ որ մեր գյուղում բան չի լինում, որտեղ հա, իրականում մեր գյուղը լուսավորություն է քաշում եւ աղբաման։
ասված չունեն, ըստ բյուջեի ծրագրով Բայց պիտի դա չլիներ ներողություն, այսինքն 21-րդ դարում պետք է Հայաստանում լինեն գյուղեր առանց լուսավորության եւ ասֆալտի եւ կոյուղու։ Մեծ բան օր է։ Այ քեզ բան։ միլիոն դրվել է մեր համայնքում եւ գյուղում քաշվել է կոյուղակից։ Ես ապրում եմ 3-րդ փողոցում։ Ըստ մենք ինքներս ենք, ես ու Կուրիկն ենք այսպես ասած սպերմատել գտել օրենքի նախագիծը, որտեղ ստորագրված է Քարի Սարգսյանի կողմից, որ 3-րդ եւ 4-րդ գյուղերում պիտի լինի այդ գումարով կոյուղակից եւ դիտակետ։ Չկա մեր գյուղում ոչ մի բան։ Ունդեղ ասեցին դուք չեք տենաս այս բանը։ Չգիտեմ ինչի ասեն ապրեցին վերաբերում մարդկանց, ոչ մեկի վիրավորած չկա, հետաքրքիր է, ես այդ մարդու չեմ դու, ինձ մի դուք դա այդ մասը, իսկ ես հայտարարքանում արած ասել, որ մենք ունենք ապացույցներ բոլոր կարմիր լույսերի վերաբերյալ, լսումից հետո ենք գնացել դա հայտնաբերել, ու շրջակա միջավայրի նախարարությանը ուղարկել եմ այդ ամեն ինչը եւ նախարարությունից ինձ հավաստիացրել եմ, որ բոլոր տեղեկատվությունները օգտագործվեն որպես ապացույցներ շմակ եզրակացության արդյունքի հրապարակման համար։ Արդեն ներկայացրել եք ես։ Եվ նորից եմ ներկայացնելու, որովհետեւ արդեն տեղափոխվեց հարցը։ Գնացինք դուրս։ Բոլորը դուրս կգան նոր կանջատան, անվտանգությունից ելնելով։ Հիմա դոլի Հանասյան եւ այսպես փոփելով սրիցը յետ դիմելու եք ասացի։ Որևէ կերպ համայնքի հետ կապ չունեմ եւ իրավական մասով էլ որևէ ուժ չեմ ներկայացնում զուտ բարոյական տեսանկյունից որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետեւ ամբողջ Հայաստանի մթերքի մեծ մասը աճեցվում է Արարատյան դաշտում եւ այդ մթերքը, եթե ես մի կողմ թողնեմ բարոյական կողմը իմ ակտիվ քաղաքացի լինել կողմը այլ դիտարկեմ որպես շարքային քաղաքացի, որը ընդհանրապես ամեն օր որևէ բան է ուտում, հա աճեցված Արարատյան դաշտում, ուրեմն ուղիղ իմաստով ֆիզիկապես իմ առողջությանը սպառնում է վտանգ։ Եվ յուրաքանչյուր մարդ, ով ապրում է Հայաստանի Հանրապետությունում, բոլորին սպառնում է վտանգ, որովհետև այդ աղտոտված էկոլոգիապես վտանգավոր մթերքը արդեն պիտանի չի լինի մեր ամենօրյա կիրառության համար։ Այս պարագայում ինչ է տեղի ունենում, այսինքն եթե մենք մի քիչ շատ երևակայության, մի քիչ լավ երևակայության զոր տանք, այստեղ նպաստավոր դիրքում է հայտնվելու արդեն հարևան երկրների շուկան, այդ թվում նաև թուրքական շուկան, Խոսքում է առավել ևս հենց դրա հետ եմ ուզում կապել, դա այսպես ենթադրություն է, որը կարծում եմ բոլորի մոտ էլ այդ միտքը կարող է առաջ գալ, այսինքն ինչ ենք անում, զոհաբերում ենք առողջապահությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, դրանով նպաստում ենք թշնամի երկրից եկող մթերքի սպառման հնարավորությունները, հա, բայց եթե նույնիսկ դա տեղի չունենա, միայն այն, որ ներքին շուկան արդեն վտանգված է, դա բավարար է։ Բացի այդ, մենք ինչու ենք ամեն ինչ թույլ տալիս անել հանքարդյունաբերության շրջանակներում, մենք ինչու չենք ուզում ունենալ մաքուր, գեղեցիկ, առողջ միջավայր, այսինքն պետք է ամեն ինչ ավիրել, որովհետև 108 միլիոն ասեց, 108 թե 100 քանի միլիոն տարեկան շրջանառություններ լինելու համայնքում եւ այլն, այն հարցը, որը քննարկում են, թե տնօրենների ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու համար լրացուցիչ 20,000 այսօր խնդիրը եւ այլն, այլ բան մտածեք։ Ձեր падգամավորներին քիչ, ԿՊ-ի падգամավորներին քիչ պարգևավճարներ տվեք իմ վճարած հարկի հաշվին, ներողություն։ Ես համաձայնություն չեմ տվել, որ իմ վճարած հարկը ծախսեք ինչ-որ մեկի անձնական մեքենայի մոդելը բարձրացնելու կամ չգիտեմ էլ ինչի վրա, հասկանում եք, բազմակողմանի խնդիր է այս եւ ոչ միայն այս հարցը։ Ես կողմ չեմ, ես դեմ եմ, ես բոյկոտում եմ եւ որքան իմ ընկերները պայքարեն, ես այնքան գալու եմ իրենց կողքին կանգնեմ, որքան ֆիզիկապես դրա հնարավորություն ունեմ։ Ես Հանքարդյանը ինչ գնացել դրանից։ Շատ ծաղրել է այդ հարցին պատասխանել, հա խնդրեմ, Արքինեն մի քանի անգամ ցույց տվեց, ներսում անգամ սկսեցին բղավել, թե դուք այլևս ձայնի իրավունք չունեք, չգիտեմ ինչ, ես իհարկե լռում եի, որ հնարավորություն ունենայի մինչև վերջ նկարելու, խնդրեմ, սա Մասիսներ Արքինեն, Արարատ ցեմենտի գործարանի միջավայրը եւ այս պահին
Մեր տարածքն է, որը սպասում է անկարգ Հա, կարմիր Այգավան, ոսկետապ, Այգեզար, Հայգավան, հա։ հա, այգեզար թե ուզում ասեմ, տեսա Այգավան։ Մի խոսքով 7 այլ համայնքների տարածքը, որոնք տեսեք ամբողջությամբ կանաչապատ են։ Դաշտեր են։ Եվ էլ չեմ ասում, որ 14 չէ, 14 կարմիր գրքային բույս եք, գտել 6 կենդանի, 16 ներողություն 6 է հիշում, այսինքն, հա, այնտեղ մեկը հեգնանքով ասում է ինչների տա պետք կարմիր գրքային բույսը, մեղմ ասած դա նույնիսկ զավեշտալի չի, դա տգիտության չգիտեմ որերորդ ստորակարգումն է, ինչա նշանակում ումա պետք ձեր կարմիր գրքային բույսը։ 17 ունացած։ Ինչա նշանակում ումա պետք կարմիր գրքային բույսը։ Մի հատ գնացեք աշխարհի ցանկացած նորմալ, ադեկվատ։ Ես վստահ եմ նույնիսկ մեր թշնամի Ադրբեջանում կարմիր գրքային բույսի համար հաստատ հանք չեն բացի։ Արդեն չգիտեմ ինչ ասեմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Էլ ասելիք չունենք ընկերներ, եթե ավելաց։ Եթե ունեք, հա։ Այստեղ կուզեմ նշել մի երկու մանիպուլյացիայի հետ կապված։ Առաջին մանիպուլյացիան այն է, որ միայն այս հանքի խնդիրն է հիմա քննարկվում։ Մի քանի այլ ընկերություններ, ՍՊ-ներ արդեն իսկ դիմել են Կարմիր Սարի վրա հանք ստանալու համար եւ ՕՌՑՊ-ին տրված համաձայնությունը դուռը բացելու նաեւ մյուս ընկերությունների համար։ Մեր հաշվարկներով մոտ 300 հեկտար տարածք Կարմիր Սարի վրա դառնալու է հանքարդյունաբերական գոտի տարածք, որի անմիջապես ներքևում գտնվում են Արարատյան դաշտի գյուղատեսական արտադրականության, բարձր արտադրականության աչքի ընկնող գյուղերը։ Նվազագույնը 7 գյուղ այդ սարի տակն է, անմիջական ազդեցության տակ է գտնվում։ Երկրորդ մանիպուլյացիան նա է, որ անընդհատ փորձում են բաց հանքի թեման շրջանցեն Գործարանով։ Հակ ցիկլով գործարանի թեմայով։ Եվ անընդհատ խոսում են փակ ցիկլով ցեմենտի գործարանի մասին, ներդրումների մասին, ստվերելով բաց հանքի թեման։ Հանքը լինելու է բաց իր բոլոր հետևանքներով, իսկ այդտեղ պայթեցումների մասին իրենք ճիշտ է մերժեցին, բայց փորձը ցույց է տալիս հերքեցին, հա, բայց փորձը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ սողանքներ, որ կարող են ինչ որ տեխնիկայի կամ վարորդի կյանքը փրկելու համար իրականացնել պայթեցումներ, դա մենք տարբեր շմագերից բացահայտել ենք այդ սողանքի մասին։ Իմիջիայլոց մի բանը ես ավելացնեմ, որի մասին ոչ ոք չմտածեց, չհասրեց խոսի, բայց ուղիղ եթերի ընթացքում հնագետներից մեկը, հետո եթե ինքը համաձայնություն կտա անունը կնշեմ, հարցրեց, արդյոք ուսումնասիրվել են հանքի տարածքում առկա են հնավայրեր, թե ոչ։ Այս հարցով կարծես թե ոչ ոք չի զբաղվել, չէ՞ Արփինե ջան։ Դե, այս բան տեղեկություններ չկան։ Այսինքն պետք է նաև դա հասցնել ուսումնասիրել, արդյոք հնավայրեր կան տարածքում, թե ոչ։ Այո, հաշվի առնելով, որ Արարատյան դաշտում բազմաթիվ հնավայրեր կան, նույնիսկ չհետազոտված հնավայրեր, որ հնարավոր է, որ նաև հնավայրեր լինեն շատ կարևոր մեր պետության համար։ Դա բայց դեռ պետք է ուսումնասիրության ենթարկվի հետո։